1995 թվականին, երբ Սթիվ Ջոբսը վերադարձավ գրեթե մահամերձ վիճակում գտնվող Apple, նրանց մրցակիցները արդեն առաջ էին անցել, բայց Ջոբսն ուներ այլ տեսլական։ Փորձառությունը սկսվում է դեռ մինչև տուփը բացելը։ Նա վստահեց դիզայնը Ջոնի Այվին, մարդուն, ով փոխեց ոչ միայն ապրանքները, այլև այն, թե ինչպես են դրանք ներկայացվում։ Տուփը առաջին ճշմարտության պահն է։ Այն պատմում է ապրանքի պատմությունը, Apple-ի բարձր ստանդարտները, իդեալական եզրեր, բազմաշերտ եւ մտածված բացման գործընթաց, լավագույն նյութերի օգտագործում, ճշգրիտ եւ հարթ բացում։ Apple-ը ամիսներ շարունակ փորձարկում էր թուղթը, տուփերի կառուցվածքը, մակերեսների հպման զգացողությունը, արդյունքը իսկական մշակութային պայթյուն։ Ապրանքի բացումը վերածվեց իսկական ռիտուալի։ YouTube ալիքները իրենց unboxing տեսանյութերով հավաքում են միլիոնավոր դիտումներ։ Ինչպես ասել է Սթիվ Ջոբսը, պատի հետևի կողմը նույնքան կարևոր է, որքան առջևինը։ Մինչ հանդիպում եթերում։